Բարև ձեզ բարեկամներ, Փակտիվին է նորից եթերում եւ իհարկե ուզում եմ ողջունել մեր բոլոր այն ունկնդիրներին, ովքեր սովորականի պես միշտ մեզ հետ են մեր կողքին։ Այսօր մենք կրկին տաղավար ենք հրավիրել մեր շատ սիրելի ռազմական վերլուծաբանին, համահայկական ճակատ շարժման մի փայլուն ներկայացուցիչ Նարա Գևորգյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես է իրեն զգում Պահեստազորի փոխգնդապետը։ Շատ լավ, մարտական։ Չնայած ասեմ ձեզ, ձեր այսպես քաղաքացիական տեսքը առանց զինվորական համազգեստի նույնպես շատ հմայիչ եւ հրապուրիչ է։ Շնորհակալություն։ Եվ ամենակարևորը ես տեսնում եմ, որ լավ մարզավիճակում եք, սա շատ կարևոր է։ Հա, փորձում եմ գոնե շաբաթը 2 անգամ պարապեմ, գոնե պահեմ այդ Պայեք ձեզ պահպանեք, դուք մեկ դեռ շատ պետք եք Նարա։ Շնորհակալություն։ Տեսեք, սկսենք երևի այս շաբաթվա ամենակարևոր թեմաներից մեկով, այսպես ասած։ Օրեր առաջ մենք տեսանք, թե ինչպես ոստիկանության հատուկ նշանակության զորքերը այդ շոուն, որ կազմակերպել էին Գյումրիում, բռնի կերպով բերման ենթարկեցին Գյումրու քաղաքապետին։ Ես ուզում եմ իմանալ ձեր կարծիքը այս ամենի մասին։ Այո, ասեմ, շատ տխուր իրավիճակ էր, պարոն Հուշյան, ասենց ասեմ, 60 հոգով գնում են անձի հետևից, որը ոչ աշխարհ չեմպիոն է, ոչ սպորտսմեն է, ոչ ինչ-որ երիտասարդ է, ուժային է եւ այլն, 60 հոգով բերման են ենթարկում մի անձի, ընդ որում, որը նաեւ ունի շաքարի դիաբետ, այդ հիվանդությունը։ Ու այդ 60-ը բռնում տանում են, ընդ ինչ որ վազում են, մեկը մեկի հետևից վազում են, որ ինչ։ Ես իմ կարծիքը, որ սա ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, ես ինքս ծառայել եմ հատուկ նշանակության բրիգադում, մեր պաշտպանության նախարարության սպեցնազում, ես sense բան չեմ տեսել, երբ որ մեր ջոկատը ինչ որ միտեղ պետք է դուրս գար, իրանք շատ սակավ էին դուրս գալի, քիչ էին դուրս գալի։ Դուք պատկերացնում եք, ես ուրախ կլինեի, որ այդ 60 հոգին դիրքերում պահեն, որ այդ գնդապետ ուսադիր կրողները, երեկվա անձանց մասին եմ խոսում, գնային այտենց ակտիվ մեր դիրքերը պահեն, ես իդեպ ասեմ, գնդապետը ստեղծվում է խրամատում, գնդապետ դառնում ես խրամատից սկսած, ինչ են իրենք տեսել, թող թուրքի դեմը տենց դուրս գան 60 հոգով, թող մեր զինվորներինը տենց պահեն, անձի հետևից եք, ուղղակի սա մենք ամբողջ աշխարհով խայտարակված ենք, նաև սա լրացուցիչ խայտարակվեցինք։ 3-4 հոգով գնայք, ինչ էր անելու։ Մի հատ եթե փորձեր անգամ ինքը ասեր չեմ գալիս եւ այլն, նորմալ գնայք։ Ասեմ սա նաև ոչ ունի, այս ոչ ունի, ներկայիս ռազմական ոստիկանության վարչության պետը, այս ոճով են իրանք աշխատում։ Բայց այդ անձանց համազգեստը հանես, վկայականները վերցնես ձեռքներից, փողոցում ասես մի հատ տղայական կռվի մեջ մտեք, իրանք կդառնան փիսիկ։ Դուք լավ ճանաչում եք իհարկե եւ փիսիկներին, եւ արյուծներին, եւ կատուներին։ Ես ուղղակի ես իմ աղջիկ տեղով նայում եմ, ծիծաղը տելա գալի, լացը տելա գալիս։ Ասում եմ, անց ոչ երիտասարդ էր, ոչ սենց աշխարհ չեմպիոններ, ինչ էր, որ չկարողանայիք այդ արմունկները ծալեք կամ ինչ որ մի բան անեք։ Վերեք նորմալ այդ գալու էր այդ մարդը։ Վերջը շատ ճիշտ ասաց օրեր առաջ Պարուր Հայվեկյանը, երբ այստեղ կալվել էր, որ ուղարկեիք ծանոթագին մարդը կգար, ինչ թատերական շոու էր, կամ ժողովրդի դեմ դուրս են եկել են քաղաքապետարանի դեմը, ժողովրդի դեմ են դուրս եկել, իրանք որ գնացին տուն, ինչ ասեցին, պապան գործից է եկել, ախր չէ որ այս կյանքը բումերանգ է, պարոն Հուշյան։ Մի օր պատկերացնում են այդ հարցակվողները ժողովրդի վրա, այդ որ sense դուրս են եկել, հայ ժողովրդի դեմ դուրս է եկել հայը։ Ախր մի օր է քո ծնողին են այտենց վերաբերվելու, քո երեխուն են այտենց վերաբերվելու, հո դուք մշտական չեք, հո դուք չեք ժառանգել այդ աթոռները։ Բումերանգի օրենքը գործելու է ի վերջո։ Իդեպ Գյումրու այս իրադարձությունների հետ կապված ԿՊԱ-կան որոշ պատգամավորներ շտապեցին հայտարարել, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դարձավ Ռուսաստանի հերթական զոհը։
Սա ինչ հայտարարություն։ Հա, այն սպորտի վարպետն է, իրենց սպորտի մաստեր սպորտն է, համազգեստուտողը, զինվորի համազգեստուտող մաստեր սպորտներ էդի հայտարարել։ Այո, ինչ կապ ունի սա, ոչ, սա իրանք էս բեմադրությունը արեցին, քանի որ ժամանակին իրենց տեխնացուն չանցավ որպես քաղաքապետ, խոսքս են ներեցեք Սարիկ Ինչյանը, ինքը որ չանցավ, այս ամենը արեցին, հիմա ձերբակալությունից հետո կասեցումներ կտան մարդկանց, պաշտոնների կասեցում կանեն եւ կնշանակեն իրենց անձին։ Այս ամենը արվեց, վաղարշապ Մերձավանում տեսանք ինչ եղավ, Փարաքարում տեսանք ինչ եղավ, մյուսը սա է ըստ իմ տեղեկությունների հաջորդը Մասիսի քաղաքապետն է լինելու, ըստ իմ տեղեկությունների, հաջորդը ԵԿՄ-ն է լինելու, դա իմ տեղեկություններն է։ Այսինքն իրենք չեն կարում մարսեն այն ամենը, որ իրենք չեն անցնում արդեն, չեն ուզում հասկանան, որ իրենք տեղ չունեն ես։ Հա ինչ որ մի զոմբի մասակ է սենց, որ իրենց ասում է մեր վարչապետը, մեր իշխանությունը, մեր այլն, բայց չեն ուզում հասկանան, ժողովուրդը իրենց չի ընդունում, ժողովուրդը իրենց չի սիրում։ Այս մարդիկ կարճած են իրենց աթոռներից, իրենց թվում է իրենք իծն այդ աթոռները իրենց տներից են բերել։ Ինչ ասես։ Ես կուզենայի հարցնել այն մասին, որ եթե իհարկե տեղյակ եք, ձեր շարժման առաջնորդը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը շատ հետաքրքիր գրառում էր արել այն գաղտնի հրամանագրերի փաստերի մասին, որ գրանցվել է փաստորեն պաշտպանության նախարարությունում, եւ պիտի ասեմ, որ այդ մասին իհարկե շատ ուզում եմ, որ դուք մի փոքր բացեք փակագծը։ Հա, եւ այդ գաղտնի հրամանները, զրոներով հրամանները հայտնվել էր Բաքվի Բերդում, բանտում։ Ես ասեմ դա պաշտպանության բանակի հրամանատարը, որը այսպես ասած այսօր զբաղեցնում է Պապիկյանի կողակիցն է, այդ ուսուցչու կողակն այնց էքիպ է նստած կողքը, նա էլ սենց սիրում պուշ-պուշ է անում դրան, երբ Ղարաբաղից դուրս են եկել, թողել է դա սաղ, անձնական գործերը, արխիվը, բոլոր գաղտնի փաստաթղթերը եւ ես ասեմ, երբ պատերազմական դրություն է հայտարարվում կամ դրության մեջ ես լինում, այդ փաստաթղթերը կամ պետք է էվակուացվի կամ ոչնչացվի։ Սա ոչինչ չի արել։ Սա միտումնավոր, ես ասում եմ միտումնավոր թողել է, պաշտպանության բանակում է թողել անձնական գործերից բռնած։ Պատկերացնում եք զինծառայողներ, ովքեր տարիներ ի վեր ծառայել են Ղարաբաղում, այդ մարդիկ այսօր չեն կարողանում իրանց ստաժերը հաշվեն, ես այս հարցին անդրադարձել եմ, չեն կարողանում ստաժ հաշվեն, անձնական գործերը, որ էլի գաղտնի է համարվում, սա նվեր է տվել Պադնոսի վրա մատուցել է հակառակորդին, նույն գաղտնի փաստաթղթերը։ Որտեղից կարային ադրբեջանցիք այդ փաստաթղթերը վերցնել, միանշանակ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից, որ այս Կամո Կոչեցյալը, Վարդանյան Կամո Կոչեցյալը նվիրատվությունն է արել։ Ազգային անվտանգությունը թող մի օր գնա տեսնի, այդ ո՞նց են հայտնվել այդ փաստաթղթերը այնտեղ։ Նույն Ղարաբաղի ազգային անվտանգությունը ո՞նց է դա թողել, որ թողել են այնտեղ, զենքերի պես թողել են այնտեղ, բայց թող մի օր ազգային անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի հետաքրքրվեր այդ փաստաթղթերով, ինչ արեցիք։ Իդեպ ասեմ իմ տեղեկություններով միայն MVD-ի Լեռնային Ղարաբաղի MVD-ի նախարարի մասին է խոսքս, որ ասելա զինծառայողներին դուք ձեր անձնական գործերը անցկացրեք, ոնց ուզում եք անցկացրեք, դուք ձեր հետ տարեք, ըստ իմ տեղեկությունների։ Ու մեկ ազգային անվտանգության ծառայակից չի պատասխան տվել, չի դատապարտվել այս գործերի համար։ Լեռնային Ղարաբաղի մասին է խոսքս։ Մեկը չկա, ասի, ախր ոնց եղավ այդ զրոներով համարները հայտնվեց այնտեղ Ադրբեջանում։ Նվեր տվեց մեր սիրելի Կամո Վարդանյանը եւ եկավ պուշ նստեց ուսուցչուհու կողքին, որ իրան ասեն սիրեն փայփայ, վերջում է գլխին տան ու ասեն դե հայդա։ Հնարավ, դե օրեր առաջ էր մեր պաշտպանության նախարարը մեծ խմբով այսպես եղավ Միացյալ Նահանգներում եւ ինչպես նշում է այդ կառույցի լրատվականը, առաջին հարցը, որը քննարկել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, եղել է մեր նախարարության զինվորական հագուստի հարցը, պատկերացնում եք, ինչ հարցեր են քննարկել, հագուստը շատ կարևոր է։ Այո, լավա շպարի դիմահարդարման ու սաներվածքի հարց չեն քննարկել, դե ուսուցչուհին ազգային ժողովում դիմահարդարմանով չէ զբաղված,
Հա, ուրեմն ասեմ, այո, նախ նշեմ, որ երբ պաշտոնական այցով մեր նախկին պաշտպանության նախարարները չշեշտադրեմ անվանական, բոլոր պաշտպանության նախարարները երբ մեկնում են ինչ-որ այլ երկիր պաշտոնական այցով, պարտադիր նկարվում են այդ երկրի պաշտպանության նախարարի հետ։ Իսկ այս ուսուցչուհին ընդամենը այնտեղ օգնականի հետ սելֆի արել, թե ինչ արել, եւ ում հետ էր մեկնել անմեղ Սունակ Նիգոդնիկ փոխնախարարի հետ, որը բանակում չի ծառայել, ինքը ինչ համազգեստից կարար խոսար, եւ ինչի մենք ստեղ չունենք թիկունքի վարչություն, որ ստեղ մեր համազգեստի հարցը քննարկվի, պետքա հասնենք ամերիկանները, որ նոր համազգեստի հարց քննարկվի եւ կողքը պորտֆել բռնած գնդապետը, որին անձամբ ճանաչում եմ այդ գնդապետին, Իրան, ես ասեմ, ես լինելով գնդապետ հաստատ դավաճանի ուսուցչուհի պորտֆել չէի բռնի եւ հետեւից ման չէի գա, առավել եւս Ամերիկայում գնայի հայկական բանակի համազգեստի հարց լուծեի։ Ասում եմ, գնդապետին անձամբ եմ ճանաչում, ծառայություն ունենք, նույնպես ասֆալտի վրա ծառայող գնդապետ է, որը արձակվել էր պահեստազոր շինարարությամբ էր զբաղվում, բայց այսօր եկել է ու բռնում այդ պորտֆելը, գնդապետ ուսադիրներով կրում ես, բռնում ես ուսուցչուհու պորտֆելը հետևից գնում ես։ Այն ուսուցչուհու, որը ինքն էլ ունի բավականին զոհված ընկերներ 44 օրյա ժամանակ, այն ուսուցչուհու պորտֆելն ես բռնում, որ չընդունեց անհետ կորած զինծառայողների ծնողներին, չի հարգում զոհերի հիշատակը, այդ դրա պորտֆելն էր բռնած։ Իսկ այն հետևի անմեղ Սունակի մասին էլ չխոսամ, ոնց որ միացենց ինչ որ չուչել կանգնած ելներ հետևը։ Ու գնացել մի նկար չկար, որ իրանք նկարվեին Ամերիկայի պաշտպանության նախարարի հետ, մի տեղ չկար ինքը, ասում իմ տեղեկություններով չէլ ընդունել պաշտպանության նախարարը Ամերիկայի, ում ընդունի, գնային ինչ անեին այնտեղ, ինչ կարային խոսային։ Նորա, տեսեք, բավականին իհարկե ժամանակ է անցել 44 օրյա պատերազմից, Եվ պիտի ասեմ, որ բանակում կատարված բարեփոխումներին անդրադառնալով մենք տեսնում ենք, որ էական ոչ մի լուրջ գործ չի արվել։ Ավելին, այսպես կոչված կանսերվաներով բանկաների պաշտպանություն, արտահայտությունը այսօր էլ շարունակում է մնալ արդիական։ Լավ, սկսենք համեմատել ներկայիս եւ անցյալ պաշտպանությունները։ Այ պարոն Ղուշանովա խոսում կանսերվայի բանկաներից կամ այդ բաներից Չախոյան կոչեցյալը, որը ինքը բանակեր է սա տեսել։ Ինքը մի օր կանգնել է հակառակորդի դիմացի պոստին կանգնած կա ինքը, ով է խոսում։ Ես միշտ ասել եմ ու կասեմ, իրա բացասական գծերով մենք հաղթանակած բանակ ենք ունեցել։ Մեր սպան, մեր ենթասպան, մեր զինծառայողը, մեր ժամկետային զինվորականը սենց նսերմացված չի եղել, սենց պատված զրկված չի եղել, երբևիցե շեշտում եմ լինելով իրա, ունենալով իրա եւ բացասական եւ դրական կողմերը, պարտված չենք եղել, չենք հասել ամերիկաները համազգեստի հարց որոշել, բավականից թե մեծ թիկունքի վարչություն ունենք մեծ անձնակազմով, Ինչ է եղել մեզի, որ մենք հասնենք ՆԱՏՕ-ն որոշի, ես ինչ հագնեմ։ Ես հենա թող ՆԱՏՕ-ն գա ինձանից հարցնի, ինքը ինչ հագնի։ Ես խի պետքա ՆԱՏՕ-ին հարցնեմ իմ զինվորը ինչ հագնի։ Գնացեք, բարելավ եք, մենակ խոսում եք, նախկինները մի 2 օր առաջ թե 3 էլ այդ փոխնախարարը կադրերի գծով ասում էր, այդ վարժական հավաքների հետ կապված էր նախկինի համեմատ, հիմի ամեն ինչը շատ լավ է։ Այդ նախկին բառը որ չլինի, ուրիշ հերոսի անուն ունեք, 7 տարի է ժողովրդին ասում եք նախկին, նախկիններից ում եք դատապարտել։ Եվ ասել եմ նախկին ներկա չկա, սա նույն թիմի մեջ են խաղում։ Սովոր ասում եմ ամբողջ օրը նախկինի ժամանակ սենց փոխնախարար կադրերի գծով քո ձեռով անօրինական հրամաններ է ստորագրում, ասում ես վարժական հավաքները հիմա ավելի շատ է։ Ասում է ժողովուրդը որ բողոքում է, որ համազգեստի գումար ենք պահում, այդ են համազգեստի գումարը ինչ ենք տալի, ջրի շիշ, դե ուրիշ համազգեստ, բա ինչ ուրիշ համազգեստ, ներքնաշորի փող եք պահում մարդկանցից, ինչ համազգեստի գումար եք, մարդը որ գնում է վարժական հավաքների համազգեստ է ստանում, ուրիշ ինչ համազգեստ պետք է ստանա, չգիտեն արդեն ոնց պտտվեն այդ կողքերը, մենակ ասում են նախկիներում սենց չեղի, հիմա սենց է,
Հիմա փլատակված, քանդված բանակ ունենք, թող չխոսա։ Նույն այդ խոսացողը անօրինականության մեջ թաղված է ինքը։ Ինչքան անօրինական հրաման կա, իր ձեռքով է ստորագրվում։ Նախկին, ասել եմ, հաղթանակած բանակ ենք ունեցել նախկինում։ Եվ ունեցել ենք սպաներ, որոնք ուղի են անցել, որոնք գիտակ են եղել իրենց պաշտոններին։ Եկեք տեսնենք, ով ինչ պաշտոն է զբաղացնում, վերևից ներքև։ 10-15%-ին հանեմ։ Ովքեր են, ասում եմ, Հրաչ Սարգսյանը ինչ այդ նախկին քաղաքապետը գնացել է, ինչ համազգեստի հարց կարա լուծի, երբ որ նա երբևիցե անգամ մի րոպե զինված ուժերի երես չի տեսել։ Քաղաքապետ չկարողացավ որպես քաղաքապետ աշխատի, բերել են փոխնախարար են նշանակել, նա ինչ պետք է անի։ Ընդամենը պետք է ասենց Թուրքիա առաջ կզեն ու վերջացնեն։ Ուրիշ ոչինչ։ Դե օրեր առաջ էլ ականատեսանք, թե ինչպես է շարունակվում կաթողիկոսի դեմ նախաձեռնված այդ քրեական հետապնդումը, գործընթացը, այս մասին ինչ կարող եք ասել։ Նույն ես կասեմ, որ նույն այդ էդ էլ է շոու, ըստ ինչ շոու է, իրանք սենց ամեն չանում են շոուներ են կազմակերպ։ Նույն եթե կարաք նույնն է գնացեք ծանուցում ուղարկեք կամ բան։ Ազգային անվտանգությանը ես կխնդրեի, եթե իրանք այտենց խնդիր ունեն, թող ապա գնան մի հատ տեսնեն Քվանտ վարժարանում, երբ որ ուսուցչուհին աշխատել ատեղ, ինչ աղմկահարույց դեպքերով է անցել։ Թող մեր ազգային անվտանգությունը գնա տեսնի կադրերի վարչությունում ատեստավորման հետ ինչ կոռուպցիա է կատարվում։ Թող գնա ռազմական ոստիկանության վարչության պետի Գյումրի օդանավակայանի կողքի շինություններում տեսնի ինչ է կատարվում։ Թող գնան տեսնեն այս գաղտնի հրամանները ոնց է հայտնվել Ադրբեջանի ձեռքում։ Բազմիցս սենց օրինակներ բերեմ, թող տեսնեն քաղաքի ռազմական ոստիկանության պետը ոնց է նշանակվել, թող գնան հոսպիտալի լաբորատորիայի պետին, տեսնեն ոնց է նշանակվել, ինչի դիմաց է ինքը ստանձնել այդ պաշտոնը, բուժվարչության պետը ինչի դիմաց է դա իրան նվեր տվել, թող դրա հետևից գնան։ Թող գնան տեսնեն, թե օրինակ ինչ գործ ունի 4 տարի եւ ավել պահեստազոր արձակված մարդու տուն ռազմական ոստիկանության լնգու լավազներ գնան ու նկարեն։ Թող տեղից գնան, թող գնան տեսնեն ներկայիս վարչության պետերի երեխեքը ոնց են ազատվում բանակից։ Իսկ Վանաձորի զինկոմը ներառական դպրոցը չավարտած երեխուն ուղարկել էր ծառայության։ Իդեպ ասեմ մեր բարձրացնելուց հետո, երբ այդ հարցը բարձրացրել են, այդ երեխան վաղաժամկետ արձակվել է։ Բա թող գնան Վանաձորի զինկոմը, որը ճանաչված է որպես անցխոշտանգող, մարդ առևանգող, թող գնան հետևից տեսնեն, բա ոնց են այդ երեխուն տարե հիմա վաղաժամկետ արձակվել է, ոչ թե գնան կաթողիկոսի հետևից։ Եվ ես հենց լիքը կարամ օրինակներ բերեմ, ասում եմ, թող գնան տեսնեն Վանաձորի ռազմական ոստիկանության պետը Թադևոսյան կար, առեղծված այն իր դեպքի հետ կապված, թող մեր ազգային անվտանգությունը դրա հետևից գնա։ Խոսենք նաև վաղար շաբաթում կայանալիք թիմ ընտրությունների մասին, որտեղ ես տեղեկացա, դուք ձեր կուսակցությունն էլ արդեն հայտարարեց, որ ունենալու է իր թեկնածուն, իդեպ նա ներկայացնում է Պահեստազորի սպայի տարբերակով, այդպես, այդ մասին ինչ կարող եք ասել։ Այո, Պահեստազորի գնդապետ ենք ներկայացրել, ծնունդով Էջմիածինցի, Աղավնատնից ծնունդով, իրեն ենք ներկայացրել, 2 օր առաջ մեր շտաբի բացումը եղավ։ Այո, փորձենք գոնե, ասեմ, ես նաև այդ օրն եմ կոչ արել, Պահեստազորի սպաները հավաքվեն, համախմբվեն, Նաև Էջմիածինցիք բոլորը գնան ընտրությունների անգամ ում իրանք կընտրեն դա իրենց գործն է, կընտրեն կամ չեն ընտրի, բայց պարտադիր ներկայանան, ձայները չկորցնեն, որպեսզի վերջում ԿՊ-ն չասի, մենք հաղթել ենք։ Իդեպ ասեմ, ուսուցչուհին հրահանգ է տվել Մերձավանի կողմի զորամասերին եւ Էջմիածինի կողմի զորամասերի զինծառայողներին հրանգավորված է, որ Էջմիածինցի բնակիչները բոլորը ընտրեն ԿՊ-ի թեկնածուին, Արգիշտի Մեխակյանին ընտրեն, հետո էլ ասում են զինվորականները քաղաքականության մեջ չեն խառնվում։ Բախես հրանգավորել։ Եթե չեն խառնվում, խեք հրանգավորել, որ բոլորը գնան ընտրեն, ինչ եք ստիպում, թողեք ամեն մեկը իր կարծիքով հայտնի։ Գուցե այդ զինվորականը գալիս է մեր Պահեստազորի գնդապետին է ընտրում։
մենք մամուլից տեղեկանում ենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը ել ավելի այսպես գերանդուն ձևով է զինում իր բանակը, ավելացնում, այսպես ասում են, իր զինամթերքների տեսակը, իսկ մեզ մոտ կարծես այսպես հանդարտ իրավիճակ է, այդ մասին ինչ կարող եք ասել։ Դե մենք մեր ռազմական բյուջեն ենք կրճատում, բայց դրա փոխարեն արծաթյա ինչ որ գոտիներ ենք առնում, խմիչքներ ենք թանկարժեք առնում եւ այլ ենք առնում։ Ոնց պետքա։ Սա ինադու է միտում անում։ Ուսուցչուին միտումնավոր է սա անում։ Միտումնավոր անում է ռազմական բյուջեն կրճատում է։ Սպայական կազմին նշանակում է ոչ գիտակներին, այլ պաշտոնների։ Եթե իդեպ ձեր ասածին ավելացնենք նաև այն փաստը, որ 2 օր առաջ վարչապետը հայտարարեց, որ հունվարի 1-ից զինծառայությունը բանակում 2 տարուց պիտի կրճատվի, հասցվի 1.5-ի, պատկերը ամբողջական է դառնում։ Միանշանակ, ես ասում եմ, ծնողի համար սա շատ լավ է, ծնողը միայն կուրախանա։ Իրենք սա միտումնավոր բերեցին, հենց հիմա, բախի շուտ չէի կանում, 7 տարի առաջ եկել եք իշխանության, հենց այդ ժամանակ կրճատեք, տարուկես սարքեք։ Ես մի անգամ օրինակը բերել եմ 21 թվին, ոնց որ 27 տարեկան ու ավելներին դրսում էին գտնվում, իրենք ասեցին եկեք ձեր առանց քրեական գործերի ձեր հարցերը կլուծվի, հետո այդ հարցը փակվեց։ Հիմա նույնս է, տարուկես տանում ես, որ ինչ անես, այսինքն մենք 2 տարի հետո զորք չենք ունենալու։ Ծնողի համար սա շատ լավ կարգավիճակ է, կես տարի իր տղան քիչ կծառայի եւ շուտ կգա։ Բայց սա զինված ուժերի համար լավ չի։ Մենք պետքա որպես մենք ինքներս մեր մասին մենակ պետքա չմտածենք, նաեւ մեր բանակի մասին։ Ես ասել եմ, երբ մենք չունեցանք բանակ, մենք թույլ ենք։ Մենք ուժեղ կլինենք միայն հզոր բանակ ունենալու դեպքում։ Իսկ իրանք այսօր այդ հզորությունները իսպար տանում են։ Իսպար քանդում են։ Եվ նարայ, ձեզ երկար չտանջեմ վերջին հարցը։ Ճիշտ է այն փաստը, որ ձեզ պաշտպանության նախարարությունից հեռացնելուց հետո հեռացվել են նաև այն անձինք, հատկապես սպաները, որոնք ձեզ հետ լավ հարաբերությունների մեջ են եղել։ Իդեպ ասեմ, որ այդ հեռացվածների մեջ է նաև Վաղարշապատի ընտրություններում ձեր կողմից առաջադրված Պայեստազորի սպան։ Ասեմ ճիշտ է, առաջին ինձ են հեռացրել, հենց երբ Կարապետյանը դուրս եկավ պաշտպանության նախարարությունից, ես դա ասել եմ, ուսուցչուին վախից ինձ հեռացրեց։ Ձեզ նվիրեց Փակ TV-ին։ Նվիրեց, այո, եւ ինքը ինձ վատություն չի արել։ Իհարկե, ես նմանատիպի չէի ծառայ, պատկերացնում եք ինձ զորակոչումը Վազգեն Սարգսյանը, դրանից հետո ծառայում եմ բազմաթիվ նախարարների հետ, լավ ու վատ չեմ շեշտում, եւ ծառայում եմ գեներալ Կարապետյանի հետ, որից հետո գալիս է սա, ու ես սրա հետ պետքա ծառայեի։ Ես գուցե այդ վաղ դուրս չգա, ինչ որ մի որոշ ժամանակ հետո դուրս գա, բայց ինքը այդքան չկար, որ ես իր հետ ծառայեի, ու ես ասել եմ, որ իմ ամենավատը, որ իր ստորագրության հրամանը իմ անձնական գործի մեջ է։ Իմ ամբողջ այդ ծառայությունը զորքերում անցած, ոնց որ ինքնագիր է նվիրել ձեզ։ Հա, հիշատակա նվիրել։ Այո, Պայեստազորի գնդապետին, չգիտես ինչի, կադրերի վարչության պետը կապել է, որ ինքը իմ հետ կապ ունի, կամ Կարապետյանի հետ ունի, ես այ հիմա ասում եմ, ու եթե մեկը կարա հակառակ ապացուցի, ես 22 թվականին եմ դուրս եկել բանակից, հունվարին, հեսա շուտով արդեն 4 տարի կլինի, որ դուրս եմ եկել, երբևիցե ինքը իմ հետ կապ չի ունեցել, ավելին ասեմ, երբ թոշակիս հետ կապված հարց կար փաստաթղթային, զանգեցի իրեն, ինքը մոտիկ ասլեր իմ մոտիկ ընկերուհուն, ասլեր թող ինձ չզանգի, ինձ գործից կհանեն։ Եվ չգիտես ինչի կադրերի վարչության պետը բոլորին ասում է, որ մեր այդ գնդապետը կապ ունի իմ հետ եւ Կարապետյանի հետ, առավել եւս ընդհանրապես ոչ մեկ կապ չի ունեցել, ես ասում եմ սա, եթե մեկը կարա ասի այս կապը կա, ես կասեմ ներողություն։ Իսկ մեկը հարց չի տալի կադրերի վարչության պետին, դու ինչ գիտես, ով ում հետ կապ ունի, գուցե դու մեր հետ կապ ունես։ Գուցե դու կապ ունես, բայց ներկայացում ես ընդեղ այլ ձևի։ Ավելին ասեմ, այլ ազգային անվտանգությունը տանում է, խոսացնում է, փորձում ասի, դու ինչ կապ ունես մեր հետ եւ այլն, թող իրենք դրանով չզբաղվեն, զբաղվեն այլ հարցերով։ Ի վերջո տարիներ շարունակ մարդկանց հետ ծառայել ես։
Կարաս ընդամենը մի հատ բարև ձեզ ասես կամ մի հատ որպիսություն ճշտես։ Ինձանից հետո ազատեցին իմ երկու մոտիկ ընկերուհիներին, որ ընդ որում ասեմ զոհվածի կինա, որը ինքը անխուսափել էր իրան արձակելը պայստազոր։ Պաշտպանության նախարարի 96 թվականի հրաման կա, որ բոլոր զոհվածներին տանիք կլինի, ամուսին, երեխա կապ չունի, իրենք անխուսափել, իրենք պետքա չկպնեն։ Կադրերի վարչության պետը ազատեց իմ երկու մոտիկ ընկերներին պաշտոնից։ Մեր մյուս ընկերուհուն հոսպիտալի էպիդեմիոլոգին ազատեցին եւ մի հատ գլխաշտաբի պետի տեղակալ կա ծնունդով արցախցի։ Ասլեր գիտես քո մոտ պայստազորի փոխգնդապետ է գալիս, դրա համար քեզ ազատել ենք։ Պայմանագիրը չենք կնքեքոյտ։ Այսինքն այդ բուժվարչության մի անմեղսունակ է դա է նիգոդնիկ, բուժվարչության պետը պայմանագիր չի կնքում անձի հետ, որը չի նայում իր մասնագիտությունը։ Էպիդեմիոլոգը շատ նեղ մասնագիտություն է, շատ։ Չի նայում մասնագիտության հետ, ասում է իր մոտ ես եմ մտել դուրս եկել իմ հետ կապված պայմանագիր։ Բուժվարչության պետը եւ գլխավոր շտաբի պետի տեղակալ կա մի հատ ծնունդով արցախցի, որը Արցախից է, Կամո Վարդանյանը տոտիկ եկել Երևան եւ այսօր պաշտոն է զբաղացնում։ Նույն ինքը որ թողել են ընդեղ այդ իրանց նաեւ իր գծով փաստաթղթերը թողել է Արցախում, նման բան է արտահայտում։ Առաջինը դու ինչ գործ ունես այսօր ստեղ, քո Արցախը թողել ես եկել ես ստեղ։ Եվ երկրորդը մի հատ էլ ասես, որ քո մոտ ընդդիմադիր հայացքներով աղջիկ կա մտնում մոտը դուրս գալի։ Դրա համար պայմանագիրը չեմ երկարացնում։ Իսկ այդ անմեղսունակ բուժվարչության պետն էլ չի կարողացել ընդամենը ասի, գիտես ինչ, ինքը պետք է, ինքը մասնագետ է։ Այ իրանք սենց են ծառայում, մասնագետներին հանում են, բերում են անգրագետ մասնային, որպեսզի իրանք վերևը Երևան։ Այսօր մեր բանակը սա է։ Դե, բանակը քանդելու եւս մի հրաշալի տարբերակ։ Իսկ գնդապետի հետ ասում, եթե մեկը կփորձի, կարողանա ասի, այ էս ինչ օր է, էս ինչ կապ է եղել է, ես ներողություն կխնդրեմ բարձրաձայն։ Անգամ սուրճ չեք խմել։ Բացարձակ, ասում եմ, ոնց դուրս ենք եկել, կապս ես կտրել եմ բոլորի հետ։ Իրանք այնքան վախեցած են, եթե իրանք վախեցած չլինեն, երբևիցե ոչ մի նախագահների օրոք նման բան չեղի։ Իրենք մարդկանց պաշտոնից հանել են, թե ով ում հետ կշփվի։ Իրենց բացարձակ դա չի հետաքրքրել։ Ես ասում եմ, այդ ուսուցչուն աթոռից հանեք, տարեք իրանց թաղ որտեղ ապրում է, ու թող ինքը չլինի որպես նախարար։ Տեսեք ինչ կլինի իրավիճակը։ 3 րոպե հետո թոզով կկորի ինքը։ Նորա շնորհակալ եմ այսօրվա բաց խոսակցության համար, նորից կրկնում եմ զգույշ եղեք, այս երկրում մի ուրվական է շրջում, որը բոլոր ընդդիմադիրներին փորձում է մեկուսացնել, ինչու՞ չէ նաև ոչնչացնել, այնպես որ զգույշ եղեք։ Ջելի բարեկամներ, մենք այսօր հերթական անգամ հյուրընկալել ենք մեր ռազմական վերլուծաբանին Նորա Գևորգյանին, պայեստազորի հմայիչ փոխգնդապետին, ով իսկապես մեր շատ ցանկալի հյուրն է միշտ։ Այսօր այսքանը, ցտեսություն։